Մեր տեսողական օրգանի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է, որպեսզի աչքի արտաքին մակերեսը միշտ լինի խոնավ։ Այդ խոնավությունը ապահովում է արդյունքային թաղանթը, որը ունի 3 հատված, 3 մասից է կազմված։ Եվ այդ 3 մասից որևիցե մեկի անբավարար արտադրությունը կամ անբավարարությունը կարող է բերել հենց չոր աչքի համախտանիշի առաջացմանը, այսինքն աչքի արտաքին մակերեսը բավարար կերպով չի խոնավանում եւ առաջանում են խնդիրներ աչքի չորության տեսքով, այսինքն աչքում օտար մարմնի զգացողություն, աչքի գրգռվածություն, կարմրություն, արդյունքահոսություն, շատերը գալիս են ասում են չոր աչքի համախտանիշ ունենք, ասում են չէ, բժիշկ իմ աչքերը անդադ թաց են լինում, բայց սա ոչ թե թաց իրական թացն է, այլ գրգռվածության արդյունքում ռեֆլեկտոր սկսում են գեղձերը, արդյունքային գեղձերը, պաշտպանիչ մեխանիզմով գեր արտադրել արդյունքը եւ արդյունքում առաջանում է այդ արդյունքահոսությունը։ Եվ այդ 3 շերտերից որևիցե մեկի անբավարարությունը բերում է հենց չոր աչքի համախտանիշի առաջացմանը։